Նիկոլ Փաշինյանի ԵՄ-ին անդամագրվելու դիմումի մասին հայտարարությունը դեռ չի նշանակում, որ Հայաստանը դառնում է ԵՄ թեկնածու կամ անդամակցության բանակցություններ են սկսվում։ Առաջին քայլը պաշտոնական դիմումն է, դրանից հետո Բրյուսելի գնահատականը եւ միայն հաջորդ փուլերում տեխնացության ու բանակցությունների հարցը։ Առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը առավել եւս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Եվրամիությունն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը, Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակը հայտարարել է, որ մեծ հետաքրքրությամբ են հետևում այս գործընթացին։ Սա եւս մեկ անգամ փաստում է այն գրավչության մասին, որն ունի Եվրոպական միությունը քաղաքացիների համար։ Հայտնի է նաեւ, թե որքան մեծ աջակցություն է ցուցաբերում նախագահ ֆոն դեր Լայենը Հայաստանի քաղաքացիների կողմից ԵՄ-ի ուղղությամբ արտահայտված հստակ դիրքորոշմանը։ ԵՄ մեկ այլ ներկայացուցիչ էլ Մարկուս Լամերտը ողջունել է Հայաստանի ԵՄ-ին անդամագրվելու դիմումի մտադրությունը, միաժամանակ ընդգծելով, որ ԵՄ-ին միանալը պահանջում է հստակ սահմանված արժեքների վրա հիմնված գործընթաց, բայց թե որքան երկար կտևի այդ գործընթացը դեռ վաղ է ասել։ Այն երկարատև աշխատանք եւ մի շարք չափանիշների կատարում է ենթադրում, ինչը կարող է եւս երկարաձգել Հայաստանի ԵՄ-ին անդամակցության ճանապարհը։ Օրինակ Թուրքիան 1999 թվականից դեռ ստացել է տեխնացու երկրի կարգավիճակ, բայց տասնամյակներ է անցել եւ դեռ անդամակցության մասին այսպես խոսակցությունները ավելի կանգնում են, կարծես թե հստակ որևէ ժամկետ էս պահին հնարավոր չէ կանխատեսել, կախված է թե օրինակ Հայաստանը ինչքան արագ կկարողանա իրականացնել իր տնային աշխատանքը, մոտարկել այս օրենսդրությունները, այստեղ նաեւ կարեւոր է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ այստեղ իհարկե որոշ փուլերում արդեն խոչընդոտներ կարող են առաջանալ։ ԵԱՏՄ անդամ մյուս 4 երկրների ղեկավարներն էլ իրենց հերթին պնդում են, թե Հայաստանի քայլերը դեպի ԵՄ տնտեսական ռիսկեր են ստեղծում միության համար։ Բացի դա, Ռուսաստանում արդեն հարաբերությունների վատթարացման մասին են խոսում։ Հայաստանին ուղղված Մեդվեդևի վերջին կոշտ հայտարարությունն էլ դրա մասին էր։ Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի եւ ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Միաժամանակ Ռուսաստանից շարունակվում են նաև հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունները դեռ մայիսի վերջին Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։ Հանրաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ որ հանգրվանային կետի եւ հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իր տեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով են իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ են Եվրոպական միությանը անդամագրվելու համար։ Իրականում Հայաստանի սահմանադրությունը եւս նախատեսում է Եվրամիության տիպի միավորման անդամակցելու դեպքում հանրաքվեի անցկացում, դա ամրագրված է 205 հոդվածով սահմանադրության, չնայած Եվրամիությունը չի պահանջում հանրաքվեի անցկացում անդամակցության տեխնացու երկրներից, բայց նման պրակտիկա կա։ Ներկայումս ԵՄ անդամ 15 պետություն հանրաքվեով է անդամակցել Եվրամիությանը, այսինքն տեղի ունեցել հանրաքվե մինչև անդամակցությունը։ Շատ կարևոր է, որ անդամակցության գործընթացի բոլոր փուլերում, այդ թվում նաև հանրաքվեի անցկացման դեպքում շտապողականություն չլինի Հայաստանի կողմից, որպեսզի թե պետական համակարգը, թե նաև ժողովուրդը պատրաստ լինեն այդ տրամաբանությանը։ Սակայն հանրաքվեները կարող են մերժվել, նկատում է միջազգայնագետ Վարդուհի Հարությունյանը, ինչպես օրինակ Նորվեգիայի դեպքում, որը 2 անգամ քվեարկել է անդամակցության համար, բայց 2 դեպքում էլ բնակչությունը մերժել է։ Ինչ կլինի Հայաստանի դեպքում, պարզ կդառնա միայն բոլոր ընթացակարգերը անցնելուց հետո։ Բնակչության մեծամասնությունը դրական է վերաբերվում Եվրամիության անդամակցությանը, ինտեգրմանը եւ այլն 50-ից 60% այսպես դրական վերաբերմունք կա։ Եթե նախկինում օրինակ մարդիկ հիմնականում ԵՄ-ին անդամակցությունը կապում էին անվտանգության հետ, վերջին հարցումներում արդեն երևում է, որ բնակչության մոտ ընկալում կա, որ ավելի շատ Եվրամիությունը տնտեսական եւ քաղաքական միավորում է եւ անվտանգություն այսպես արտահանող չէ։ Մինչ Երևանը պատրաստվում է պաշտոնական դիմումին, ԵՄ-ի հետ հարաբերությունների մի շարք ուղղություններ արդեն առաջ են շարժվել։ Երկրի ղեկավարի խոսքով Հայաստանը մտադիր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում։ Մարինե Դվոյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։